Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պետք դատավարության օրենսգրքի համաձայն, երբ մեղադրանքը փոփոխվում է, մեղադրանքը պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության չափանիշների։ Այսինքն միայն այնպես նա չի, որ մենք հիմա պետք մեղադրանքը սիպի նայենք, միգուցե ենթադրում եմ դատարանը նկատի ունի, որ ինքը միայն մեղադրանքն է նայելու, բայց միևնույն է, միգուցե ձեր աշխատակազմով, բոլորով, իրար հետ միայն մեղադրանքները կկարողանաք նայել, բայց սա միայն մեղադրանք նայելու հարց չի։ Այսինքն մենք պետք է նայենք նաև մեղադրական եզրակացությանը համապատասխանության հարցը, որոնք քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխան կարգավորումներ ունի, որ եթե չի համապատասխանում մեղադրական եզրակացությանը չափանիշներին, ապա ինչ է այդ դեպքում լինի։ Այսինքն մենք 3 հատորը պետք է աշխատենք եւ հասկանանք, որ 3 հատորը ոչ թե այն մեղադրանքը։ Հիմա 3 հատոր հնարավոր է կարդալ 2 ժամում, բնականաբար ոչ։ Եթե ինչ-որ հատուկ ծրագրեր դուք չեք օգտագործում, այնպես որ ֆայլը դնեք, ինչ-որ մեկը արհեստական բանականությունը դա նայի ու ինչ-որ բան որոշի։ Մենք այդպես չենք անելու, կամ չգիտեմ, ձեր աշխատակազմը եթե ունի այդ հնարավորությունը, մենք չունենք այդ հնարավորությունը։ Հիմա եթե հարցը վերաբերում է նրան, որ 1 շաբաթ հետո մենք հավաքվելու ենք, ուղղակի եթե թարգմանությունը լինի տրամադրվելու է պարոն Խաչատուրովին ու ցանկացած դեպքում ժամանակ է տրամադրվելու, միգուցե անիմաստ չհավաքվենք, որովհետև եթե ընդամենը 1 շաբաթ եք տրամադրելու, բնականաբար դա բավական չէ, ավելին ասեմ, պետք է կողմերն ունենան հավասար հնարավորություններ։ Եթե դատախազին դուք տվել եք 24 օր ժամանակ, պաշտպանական 20 օր, դա 20 օր ժամանակ, ապա պաշտպանական կողմեր պիտի ունենա այդ հնարավորությունը։ Չեք կարող ասել, դատախազ, քանի որ դու ուզեցիր, ես այդքան երկար ժամանակ եմ դες տալիս, իսկ պաշտպաններին մենք ընդամենը 1 շաբաթ ենք տալիս։ Ուղղակի առաջարկում եմ Ասեք, շարունակ։ Ուղղակի առաջարկում եմ, եթե թարգմանության հարցն է ուղղակի, կարող է հնդածս այդ ընթացքում ձեր աշխատակազմը կապնվի, տրամադրվի պաշտպանին, որպեսզի դրա համար լրացուցիչ ժամանակ չպահանջվի հետո մյուս դատական նիստը հետաձգելու։ Ես ևս միանում եմ իմ գոլեգաներին, անհատ գործողություններ չանենք ուղղակի 10 րոպեում հավաքվելու եւ հետո նորից դատական նիստ հետաձգելու իմաստով, դատական նիստը միանգամից ամսի 17-ին տեղափոխվի եւ 17-ին արդեն նորմալ աշխատենք։ Տիկի Սահակյան, ստորաբար 3 հատորը 2 ժամում հնարավոր է ընթերցել եւ 3 հատորը 2 ժամում համադրել, ամենայն դեպս նախագահ դատավորը կարող է 3 հատորը 2 ժամում ընթերցել եւ մյուս 3 հատորի հետ համադրել։ Հիմա ձեզ արդյունավետ 1 շաբաթ դատանը ժամանակ տրամադրում։ Իսկ քանի մեղադրողին ընդհանրապես հաջորդ դատական նիստով պայմանավորված մենք հետաձգեցինք, դատանը ընթացքում հատվածում 10 օրվա հատվածում ցանկացած նիստ նշանակել հարմար չէր կողմերին։ Դու դրանով է պայմանավորված, թե չէ նախագահ դատավորը 1 շաբաթ կամ 7 օր ժամանակ է տրամադրել։ Պարոն Խաչատուրով ոտքի կանգնած են դատարանի դիմում։ Ասում 24 օր տվեցին, հետո ուշացավ։ Ամեն օր շարքեց, կամբերել է։ Ինչ դատավարությունները հետաձգել է արգելի դատավարության մասնակիցներ, դատարանը հերթական անգամ ցանկանում է դատական նիստերի ցկցկման պատճառները հրապարակել եւ հաջորդիվ իհարկե մինչև տարվա ավարտ մեր կողմից պայմանավորված օրերին եւ ժամերին կնշանակենք դատական նիստեր, բայց հունվար ամսից սկսած ավելի խիտ գրաֆիկով ենք նշանակելու։ Մասնավորապես մենք առաջին դատական նիստը իմ նախագահությամբ տեղի ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 23-ին, նշված օրը պարոն Քոչարյանը պատշաճ ծանոթված չէր եղել, չէր ներկայացել, պարոն Գևորգյանի սահմանահատելու հարցն ենք քննարկել, այսինքն ըստ էության դատական նիստը միայն այդ մասով ենք իրականացրել։ Եվս մեկ դատական նիստ նոյեմբերի 1-ին միայն պարոն Գևորգյանի գործունեությունների հետ պայմանավորված հարցը քննարկելու նկատառումներից ելնելով ենք անցկացրել դատական նիստ, նոյեմբերի 15-ի դատական նիստին
Մեղադրյալներից 3-ը չեն ներկայացել դատական նիստին եւ այսինքն 19 դատական նիստից արդյունավետ դատալսումներ անցկացրել ենք 13 նիստով 8 դատական նիստ նախապես պայմանավորված հետաձգվել է պաշտպանական կողմի պատճառաբանությամբ, ընթացքում 2 դեպք եղել է, որ հանրային մեղադրողին հարմար չի եղել, մենք նիստով քննարկել ենք, այլ օր ենք նշանակել, շուրջ 17 անգամ պարոն Գևորգյանն է գործուղման մեկնել, ընդհանուր առմամբ ավելի քան 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այդ պատճառաբանությամբ նշված օրերը դատական նիստեր, եթե անհրաժեշտություն կա կողմերի ցանկություն ունենք, կարող ենք հրապարակել որովհետև են։ Բայց այդ աներությունում համարյա ծագել Ակի Սահակյան, դատական նիստեր, դատալսումները գործի քննությունը ողջամի ժամկետում պետք է ավարտվեն։ Բոլորը տեղյակ եք, որ առաջիկայում նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսված, որը շրջաբերական տարբերակով ամենայնիվս դատարանը ստացել է, որ գործի քննության ժամկետներ է սահմանել։ Հիմա դատարանը յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ անգամ գոնե ամենայն դեպս թե իր համար, թե դատավարության կողմերի համար։ Բոլոր դատական նիստերով են հեշտեցին։ Այո, բոլոր դատական նիստերով դատարանը արձանագրել է։ Պրակտիկայում այդպիսի բան չի։ Դուք իմ մոտ եւս մեկ նիստի եք մասնակցում, այն մի նիստով էլ շաբաթ 2 անգամ դատական։ Ես անում եմ, մնացածը անում են չեն անում։ Պատվարժուն դատարան Հիմա